Դեկտեմբերի 12-ին Սևանում առաջին անգամ Սևան ազգային պարկի այցելուների կենտրոնում տեղի ունեցավ «Սասնա Ծռեր» խորագիրը կրող ցուցահանդես եւ տիկնիկային ներկայացում։ Ցուցադրվել են Գեղագիտության ազգային կենտրոնի Սևան ստորաբաժանման գեղանկարչության խմբի սաների աշխատանքները։ «Սասնա Ծռեր» էպոսից ընտրած հերոսների հիման վրա կենտրոնի սաները սեփական ձեռքերով ստեղծել են տիկնիկներ, անցնելով ամբողջ ստեղծագործական փուլը էսքիզից մինչև բեմադրություն։ Ներկայացման առաջնախաղը տեղի էր ունեցել նոյեմբեր ամսին Նարեկացի արվեստի միությունում, իսկ այժմ Սևանում։ Նախագիծը կարևոր էր այնքանով, որ երեխաները նախ ծանոթացան էպոսին, իրենց համար գտան հետաքրքիր կերպարներ ու այդ կերպարների շուրջ աշխատելուց բավականին ուսումնասիրեցին կերպարներին եւ կարծում եմ իրենց կյանքում երբեք չի հեռանա այդ կերպարները իրենց կյանքից երբեք չեն հեռանա։ Եվ շատ կարևոր է նաև համագործակցությունը Սևանի տիկնիկային թատրոնի հետ, մասնավորապես թափոնի վերամշակման թեմայի մեջ տիկնիկային թատրոնի հետ համագործակցությունը, որովհետև նախ հասկացան երեխաները, որ կարելի է ոչինչից ստանալ հետաքրքիր կերպար, տիկնիկ ստանալ գրեթե այն նյութերից, որոնք որ մենք ամեն օր դեն ենք նետում, եւ երկրորդը հասկացան, թե ինչպես է ստեղծում տիկնիկային ներկայացումը։ Դեպ շատ շնորհակալություն Հերմինեին Անդրիկյան, ով շատ մեծ ջանք ու եռանդ դրեց, որպեսզի այս կերպարները բոլորը մարմին ստանան ու մարմին ստանան այդ հետաքրքիր նոր թափոնից ստացված նյութերից։ Դառնամ զողորմի տիտամ քերի թորոսիկին, զողորմի, դառնամ զողորմի տիտամ ականջարողների ծնողների։ Գեղանկարչության խմբի սաներն իրենց ուսուցիչ Գոհար Մնացականյանի հետ օգտագործել են վերամշակված նյութեր, սովորելով թափոնների վերաօգտագործման մշակույթը արվեստի միջոցով։ Ստեղծագործական գործընթացը եզրափակվել է Սևանի տիկնիկային թատրոնի հետ համատեղ «Սասնա Ծռեր» ներկայացմամբ։ Շնորհավորում եմ բոլորին, ու այս հրաշալի գաղափարի սկսնակներին, ով որ մտահղացումը ունեցել է իրականացնողին, վստահ եմ, որ ներկայացումը շատ լավն է լինելու, ոնց որ նկարներն են, իրոք հրաշալի աշխատանքներ են ապրեք երեխաներ։ Շնորհավորում եմ ձեզ, ձեր ընկեր Գոհարի հետ միասին, ապրեք, շնորհավորում եմ էլ ավելի մեծ ձեռքբերումներ ու լիքը նախաձեռնություններ։ Պատանքները շարունակական է, շատ սիրով ուրախ կլինենք, սիրով կսպասենք ձեզ նաև մեր հաջորդ նախագծերում եւ ներկայացումներում։ Շնորհակալություն։ Ում եմ ձեզ, որ այցելել եք մեր ազգային պարկի այցելուների կենտրոն, սիրով հյուրընկալում ենք ձեզ վայելելու այս գեղեցիկ հեքիաթային ցուցահանդեսը։ Հացն ու գինին, տեր կենթանին, եթե ես թրովս խփեմ ժայռին, ինքն իրեն կճաքի։ Կասեն տարին երկու անգամ, այդ քար իրարուց կբացվի, մեկ անգամ Վարդևորին, մեկ անգամ Համբարձմանը, որ քար իրարուց կբացվի մհեր, 40 ավուր ճամփա մեկ ժամվա կերթա, 40 օր վեր քարերին կերթա։ Դեկտեմբերի 12-ից 19-ը ներառյալ Սևան ազգային պարկ Պոակի այցելուների կենտրոնը Գեղագիտության ազգային կենտրոնի Սևան մասնաճյուղի հետ համատեղ կցուցադրի ջրի պաշտամունքը Սասունցի Դավիթ էպոսում նկարների ցուցահանդես, ղեկավար Գոհար Մնացականյան։ Ցուցահանդեսի ընթացքում Գեղագիտության ազգային կենտրոնի սաները հանդես կգան նաև տիկնիկային ներկայացմամբ։ Մուտքն ազատ է։ Սուրեն Բարսեղյան, Գնել Հովհաննիսյան, Սևանի STV1 հեռուստաընկերություն, Գեղամաուր։